Հարգելի գործընկերներ, ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էր Արամ Վարդևանյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 105 падգամավորներից քվեարկությանը մասնակցել են 53-ը։ Քվեատուփում արկա էր 53 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 0-ն։ Ձայների քանակը բաշխվել է հետևյալ կերպ. Արամ Վարդևանյան կողմ 53 դեմ 0։ Շնորհավորում եմ, պարոն Վարդևանյան։ Այսպիսով, պարոն Վարդևանյանն ընտրվեց ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ Շնորհավորում ենք, պարոն Վարդևանյան, համեցեք։ Վարման կարգի վերաբերյալ Էդգար Ղազարյան։ Քվեարկության արդյունքների հետ կապված ուզում եմ արձանագրենք, որ սա այս գումարման ազգային ժողովում առաջի դեպքն է, երբ ազգային ժողովի նախագահ կամ տեղակալ ընտրվում է ողջ ազգային ժողովի, այլ ոչ թե մեկ խմբակցության կողմից։ Ըստ էության սա լեգիտիմության ամենաբարձր աստիճանն է, որ ունի պարոն Վարդևանյանը նախագահություն։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը եւ մենք ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք։ Շնորհակալ եմ։